Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Այնքան կուզեմ, որ այս տեսանյութը տարածեք, եթե իհարկե չունեք ձեր տերերը եւ չեք վախենում։ Շնորհակալ կլինեմ եւ պայչ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ մի բան ասել։ Այս կոկոլը մեր դավաճանել չի բեի թուլը, ամբողջ ազգին մոռացնել է տալիս Արարատ լեռան մասին։ Պեչատների վրայից հանում է Արարատի լոգոն, տես մեր ընդդիմությունը մի երկու օր, միկրոֆոն տեսավ վազեց խոսեց, ոնց է արա Նիկոլ, արա դու չես կարա տես բան անես, իրանց ֆեյսբուքյան էջերում էլ գրառումներ արեցին, բրծավ գնաց, վсё, դե այդ մարդիկ չեն կարա ուրիշ բան անեն, ի վիճակի չեն, Նիկոլից շամպես վախենում են, ոնց կարան անեն Նիկոլին դավաճանեն, հասկանում եք, ոտ, նկատեցի, որ ծխախոտի շուկայից Всё, վերացրել են Արարատ սիգարետը, չնայած ես Արարատ սիգարետ չեմ ծխում։ Вот, ու ոչ մեկ հարց չտվեց Grand Tobacco-ի սեփականատերերին, երկու եղբայրներին, Վարդանյան եղբայրներին։ Տղաներ, այ եղբայրներ, միգուցե ձեր մեջ թուրքի գենն է առաջ եկել։ Եթե դուք ձեր կաշին փրկելու, ձեր բիզնեսը փրկելու համար, դուք արագի մեջ ծխախոտի շուկայից վերացրեցիք Արարատ սիգարետը եւ փոխարինեցիք Արագատ սիգարետով, ես կարամ ասեմ, ես ձեզանից լավ տղա եմ, դուք տղա չեք, դուք հանուն ձեր բիզնեսի էլ չի բեի թուլի ոտերի տակ պարկած եք, մի մոռացեք, որ Տաշիր Սամոն էլ գնաց կզեց ու ձեռք մեկնեց Նիկոլին, հիմա ուր է, բանտում է, մարդը բանտ նստեց, ցիրկը աշխատացրեց, մարդիկ ելնում ասում են շարժում ենք անում, բայց ապա քաղաքական է մեր ձևով, դե ես էլ մեր ձևով ուզում եմ բոլորին ճիշտը շղկացնել դեմքներին ու առաջ գնալ։